Այսօր Գարեգին երկրորդ ծայրագույն պատրիարք եւ ամենայն հայոց կաթողիկոսի օծման եւ գահակալության 26-րդ տարեդարձն է։ Մայրաթոռը շնորհավորական ուղերձ է հղել։ Որդիական խոնարհությամբ շնորհավորում ենք ամենայն հայոց կաթողիկոսի օծման եւ գահակալության 26-րդ տարեդարձը, մաղթելով ազգընտիր հայրապետին քաջառողջ երկար տարիներ, կենաց արևշատություն եւ հոգեվոր անբեկանելի եռանդ փոթորկահույզ ալեկոծություններով հայոց տապանը անվտանգ ու անվնաս առաջնորդելու դեպի Տիրոջ խոստացյալ նավահանգիստը։ Եվ թող բարձրյալն իր ողորմությամբ անսասան պահի Մայրաթոռ Սուրբ Էջմիածինը եւ ծաղկյալ հայոց հայրապետի հովապետական գավազանը, ասված է ուղերձում։ Լեռնային Ղարաբաղից տեղահանված մեր քույրերի եւ եղբայրների վերադարձի օրակարգը ես համարում եմ վնասակար խաղաղության համար։ Օրբելի ֆորում 2025 կառուցելով խաղաղություն եւ բազմակողմանի համագործակցություն համաժողովի ընթացքում այս մասին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ես ասել եմ մի բան, որ գուցե մի տարի, երկու տարի առաջ կլիներ աներևակայելի։ Ես ասացի, որ Լեռնային Ղարաբաղից տեղահանված մեր քույրերի եւ եղբայրների վերադարձի օրակարգը ես համարում եմ վնասակար խաղաղության համար։ Եվ ասել եմ նաեւ, որ այդ թեման ներքին տեղահանվածների վերադարձի օրակարգն ընդհանրապես վտանգավոր է, որովհետև դա նշանակում է վերադառնալ կոնֆլիկտի նախնական պարամետրերին, մասնավորապես նշել է Փաշինյանը։ Նա նաև ասել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հաստատվել է խաղաղություն, նշելով, թե խաղաղությունն անծանոթ միջավայր է երկու երկրների համար։ Մենք չգիտենք, թե ինչ է խաղաղությունը, այդ երևույթի հետ չենք առնչվել երբեք։ Ավելի քան 30 տարվա կոնֆլիկտը լուծված է քաղաքական առումով, բայց սոցիալ-հոգեբանական առումով հնարավոր չէ անջատիչն անջատել ու արգելակները կանգնեցնել։ Դրա համար այն պարբերաբար արտահայտվում է ժամանակ առ ժամանակ Հայաստանում ու Ադրբեջանում մամուլի փորձագետների ու անգամ երկրների ղեկավարների մակարդակով դրա հետ պետք է հարաբերվենք, հայտարարել է Փաշինյանը եւ հավելել, թե պետք է լինել պատմության ոչ թե սպառող, այլ պատմության ստեղծող։ Սա չի նշանակում, որ մենք պետք է մոռանանք պատմությունը, բայց չպետք է նաև դառնանք պատմությունը վերարտադրող, հավելել է Փաշինյանը արձագանքելով Իլհամ Ալիևի երեկվային հայտարարությանը, թե Սևանը Գյոչյա է։ 3-ամյա երեխայի առերևույթ սպանություն կատարած անձը, ով հանդիսանում է երեխայի հայրը, կալանավորվել է։ Այս մասին հայտնել են քննչական կոմիտեից։ Նոյեմբերի 2-ին մի քանի օր շարունակ որոնողական աշխատանքների արդյունքում Գեղարքունիքի մարզում հայտնաբերվել էր հոկտեմբերի 27-ից որպես անհայտ որոնվող Ծափաթաղ գյուղի բնակիչ 3-ամյա Տիգրանի մարմինը։ Փրկարարները, պարեկներն ու ոստիկանները երեխայի դին հայտնաբերել են Ծափաթաղ գյուղի հարակից Ջիլ գյուղի ցուցանակից մոտ 60 մետր հեռավորության վրա դաշտամիջյան հատվածում։ Ներքին գործերի նախարար Ալփինե Սարգսյանը ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ Ծափաթաղում կորած 3-ամյա Տիգրանի հայրն է խեղդամահարել փոքրիկին։ Ազգային միասնության օրը Ռուսաստանի վաստակավոր շինարար Արտյումենի հայկական սփյուռքի ղեկավար եւ բարերար Աբ รา համ Հովեյանը շնորհավորել է ռուսներին եւ իր հայրենակիցներին։ Նա հիշեցրել է, որ ԽՍՀՄ հետագայում Ռուսաստանի օրներգի վերածված երգի 3 հեղինակներից մեկը հայ է, լրագրող եւ գրող Գաբրիել Արշակի Ուրեկլյանցը, որն ավելի հայտնի է իր բեմական Էլ Ռեգիստան անվամբ։ Աբ รา համ Հովեյանը նաեւ հիշեցրել է, որ նույնիսկ այսօր Ռուսաստանի ժողովուրդները միասնական են պայքարում հատուկ ռազմական գործողության մարտադաշտերում։ Ըստ Հովեյանի հենց երկրի ներսում միասնությունն է, որ պետությունը դարձնում է ուժեղ եւ ունակ հետ մղելու արտաքին սպառնալիքները։ Իր ուղերձում բարերարը նաեւ հղում է կատարել հիմնին։ Նրա կարծիքով եղբայրական ժողովուրդների դարավոր միություն տողը ոչ միայն բանաստեղծական փոխաբերություն է, այլև պատմական ճշմարտություն եւ իրականություն, որը գոյատևել է արևմուտքի արտաքին սպառնալիքներից անկախ։ Եզրափակելով Աբ รา համ Հովեյանը միասնությունն անվանել է ժառանգություն եւ կոչ է արել պահպանել այն։ Հյուսիսային Կորեայի ուժերը Դեղին ծովի ուղղությամբ մոտ 10 բազմակի կրակի հրթիռային համակարգեր արձակել են մոտ 1 ժամ առաջ, նախքան Պենտագոնի քարտուղար Փիթ Հեքսեթը կժամաներ հյուսիսային եւ հարավային Կորեաների սահմանակից, ապա ռազմականացված գոտի։ Այս մասին հաղորդել է Yonhap լրատվական գործակալությունը, հղում անելով հարավկորեական ռազմական պաշտոնյաներին։ Նոյեմբերի 3-ին Կորեայի Հանրապետության եւ Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարները 2017 թվականից ի վեր առաջին անգամ միասին այցելեցին ապա ռազմականացված գոտի։ Հրթիռի արձակումը գրանցվել է տեղական ժամանակով մոտավորապես 16:00-ին, Երևանի ժամանակով 11:00-ին։ Սեուլը նաև նշել է, որ Հյուսիսային Կորեայի ուժերը մոտ 10 հրթիռ են արձակել տեղական ժամանակով մոտավորապես 15:00-ին, Երևանի ժամանակով 10:00-ին։ Երբ Հարավային Կորեայի Կյոնջու քաղաքում տեղի էր ունենում Հարավային Կորեա եւ Չինաստանի գագաթնաժողովը, Հարավային Կորեայի առաջնորդի վարչակազմը հանդիպումից առաջ նշել էր, որ կորեական թերակղզու
ապա միջուկայնացումը կարող է դառնալ երկու երկրների առաջնորդների քննարկման առարկա։ Արևմտյան երկրները պետք է հրաժարվեն Ուկրաինայի հաղթանակի մասին իրենց կախարդական հավատից։ Այս մասին գրում է American Conservative-ը։ Պարբերականը գրում է, որ ԱՄՆ պաշտոնյաները ծայրահեղ կտրված են իրականությունից, սա պայմանավորված է ոչ միայն Ուկրաինայի հաղթանակի հանդեպ նրանց հավատով, այլև այն ենթադրությամբ, որ Հյուսիսային Կորեայի վրա կարող են ճնշում գործադրել հրաժարվելու իր միջուկային զենքից։ ԱՄՆ եւ ՆԱՏՕ-ի պաշտոնյաները պետք է հրաժարվեն Ռուսաստանի նկատմամբ Ուկրաինայի հաղթանակի մասին իրենց կախարդական հավատից եւ ընդունեն իրականությունը, որքան էլ այն տհաճ լինի, եթե պատերազմը շարունակվի, Մոսկվան ի վերջո կհաղթի։ Այլ ընտրանքը երրորդ համաշխարհային պատերազմի ռիսկին դիմելն է։ ՆԱՏՕ-ի ներկայիս միջնորդական պատերազմը վերածելով Ռուսաստանի հետ ուղղակի լիարժեք հակամարտության, նշվում է հոդվածում։ Հեղինակը շեշտել է, որ արևմտյան քաղաքական գործիչներն ու հանրությունը պետք է ընդունեն իրավիճակը այնպես, ինչպես կա։ Նոյեմբերի 2-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ Ռուսաստանն ունի միջուկային զենքի զգալի պաշարներ։ Նա նաև նշեց, որ Չինաստանը մոտ ապագայում նմանատիպ ներուժ կունենա։ Ռուսաստանը միջուկային զենքի զգալի պաշար ունի, եւ Չինաստանը շատ բան կունենա, ասել է ԱՄՆ նախագահը։ Քաթարի էներգետիկայի հարցերով նախարար Սաադ Բեն Շարիդա Ալ-Քաաբին հայտնել է, որ այն դեպքում, եթե Եվրամիությունը չմեղմացնի իր չափանիշները բնապահպանական քաղաքականության մեջ, ապա իր երկիրը կարող է դադարեցնել հեղուկացված բնական գազի մատակարարումը։ Այս մասին հայտնում է Լենտան։ Էներգետիկայի նախարարի խոսքով արտանետումների զրոյական մակարդակի հասնելու Եվրոպայի պահանջն անիրատեսական է։ 2025 թվականի առաջին եռամսյակում Քաթարը դարձել է Եվրամիության հեղուկ բնական գազի երրորդ խոշորագույն արտահանողը ԱՄՆ-ից եւ Ռուսաստանից։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նոյեմբերի 18-ին Սպիտակ տանը կհյուրընկալի Սաուդյան Արաբիայի թագաժառանգ եւ վարչապետ Մուհամմեդ բին Սալման Ալ Սաուդին նոյեմբերի 3-ին հայտնել է Reuters-ը, հողում անելով Վաշինգտոնի վարչակազմի պաշտոնյային։ Ինչպես նշվում է հրապարակման մեջ, թագաժառանգը կայցելի Միացյալ Նահանգներ այն ժամանակ, երբ Վաշինգտոնը ճնշում է գործադրում Էրիադի վրա միանալու Աբրահամի համաձայնագրին։ Սպիտակ տունը դեռևս պաշտոնապես չի հայտարարել այցի մասին։ Գործակալությունը որևէ այլ մանրամասնություն չի տրամադրել։ Ամերիկյան վարչակազմը բազմիցս ընդգծել է, որ փորձում է ապահովել, որ Սաուդյան Արաբիան առաջին հերթին միանա Աբրահամի համաձայնագրին։ Աբրահամի համաձայնագրերը կնքվել են Իսրայելի եւ մի շարք արաբական երկրների միջև 2020-2021 թվականներին ԱՄՆ միջնորդությամբ։ Թուրքիայի կառավարությունը կանխատեսում է, որ գնաճը մինչև 2025 թվականի վերջը կնվազի մինչև 30%-ով։ Այս մասին հայտնել է փոխնախագահ Ջևդեթ Յիլմազը։ Թուրքիայի վիճակագրական ինստիտուտի զեկույցում նշվում է, որ սեպտեմբերին տարեկան գնաճը կազմել է 33.29%, ինչը նվազում է նշանակում օգոստոսի 32.95%-ի համեմատ։ Հաջորդ տարվա նպատակը 20%-ից ցածր լինելն է եւ մինչև 2027 թվականը միանիշ թվերի հասնելը, ասել է Յիլմազը։ Սեպտեմբերին Թուրքիայի կենտրոնական բանկը որոշել է հիմնական տոկոսադրույքը 43%-ից իջեցնել մինչև 40.5%։ Թուրքական կարգավորող մարմինը նաև իջեցրել է գիշերային վարկավորման տոկոսադրույքը 46%-ից հասցնելով մինչև 43.5%-ի։ Չինական նավթավերամշակման գործարանները սկսել են հրաժարվել Ռուսաստանից նավթ գնելուց։ Ռուսաստանի նավթային ոլորտի դեմ ԱՄՆ պատժամիջոցների ֆոնին այս մասին հաղորդել է Bloomberg-ը։ Չինական նավթավերամշակման գործարանները, այդ թվում պետական հսկաները եւ փոքր մասնավոր նավթավերամշակման գործարանները խուսափում են ռուսական մատակարարումներից այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն եւ այլ երկրներ սև ցուցակումներ արեցին Մոսկվայի խոշորագույն արտադրողներին եւ նրա որոշ հաճախորդների, հաղորդել է հրատարակությունը։ Նշվում է, որ պետական հսկաներ Sinopec-ը եւ Petro-China-Con չեղարկել են ռուսական նավթի որոշ առաքումներ Rosneft եւ Lukoil ԲԲԸ-ների դեմ ԱՄՆ պատժամիջոցների սահմանումից հետո։ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության մասնագետները շարունակում են աշխատել Իրանի միայն երկու միջուկային օբյեկտներում։ Այս մասին հաղորդել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Էսմայիլ Բաղային։ Նրա խոսքով Թեհրանը շարունակում է հավատարիմ մնալ միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրին եւ ԱՄԳ-ի հետ կնքված համապարփակ անվտանգության համաձայնագրին։
Սակայն օրենքի համաձայն լրացուցիչ ստուգումների ցանկացած խնդրան կքննարկվի յուրաքանչյուր դեպքի համար առանձին։ Հայտարարության մեջ նշվում է, որ չնայած արտաքին գործերի նախարարության համագործակցությանը գործակալության հետ եւ ճգնաժամի լուծման առաջարկվող ծրագրերին, ԱՄԳ-ի հետ համագործակցությունը կդադարեցվի եվրոպական երկրների գործողությունների պատճառով։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը CBC News-ին տված հարցազրույցի համար պետդեպարտամենտի X սոցիալական ցանցի էջից տպագրված մի տեքստ է բերել պնդելով, որ 8 ամսում 8 պատերազմ է ավարտել։ Ես ձեզ համար մի փոքրիկ ցուցակ եմ բերել, եթե ուզում եք տեսնել այն, ես 8 ամսում 8 պատերազմ եմ դադարեցրել։ Միակ հակամարտությունը, որում ես դեռ հաջողության չեմ հասել, Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև հակամարտությունն է։ Հայտարարել է ամերիկացի առաջնորդը Թրամփը կրկին խոստովանել է, որ սկզբում կարծում էր, թե ուկրաինական հակամարտության լուծումը հեշտ կլինի, քանի որ ինքը լավ հարաբերություններ ունի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, սակայն նա սխալվել է։ ԱՄՆ առաջնորդը վստահ է, որ կարող է համաձայնության գալ Ռուսաստանի հետ մի քանի ամսից եւ խաղաղություն հաստատել Ուկրաինայում։ Թալինի հոգևոր հովիվ Տեր Թադեի հարցը Մայր Աթորի կարգապահական հարցերի հանձնախմբի օրակարգում է։ Այսինքն հնարավոր է Արագածոտնի թեմից երկրորդ քահանան կարգալույծ արվի եկեղեցու դեմ իշխանական արշավին միանալու համար։ Եվրոմեդիա 24-ի տեղեկությունն հաստատեցին Մայր Աթոր Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգից։ Նշենք, որ Թալինի եկեղեցու քահանա Տեր Թադեն նախորդին մասնակցեց Հովանավանքում Նիկոլ Փաշինյանի ու նրա քպական գործիչների եւ արձակիչների համար բերդրված ցեսին, որն իրականացնում էր Հովանավանքը մոտ 10 օր առաջ օկուպացված կարգալույծ քահանա Ստեփան Ասատրյանը։ Նախկին Տեր Արամ քահանան, ում այսօր ավազանի անունով են դիմում Ստեփան Ասատրյան, փոխել է Հովանավանքի կողպեքը իր թիկնազորի հետ միասին դուրս է արել մյուս հզոր մյուս հոգևոր հովին Տեր Սարգսին եւ այսօր էլ կարգալույծ արված արհամարելով եկեղեցական կարգը պսակադրության մկրտության ծեսեր է մատուցում։ Ձեր պղծությունը սահման ունի, պատրաստվում եք վերջապես պատասխանել ճեմարանում տղապատանիներին սիրահետող արքեպիսկոպոս կա թե չկա։ Կտրիչը քանի երեխա ունի, քանի թոռ ունի կտրիչը։ ԿՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը Facebook-ում գրել է. Կարգալույծ կաթողիկոս Կտրիչ Ներսիսյանը չի հանդարտվում, նա որոշել է խայտարակվել մինչև վերջ։ Հիշեցնեմ, որ արդեն 2-3 շաբաթ է ինչ նախկին հոգևորականը հրապարակային կերպով հայտնել է, որ Նաթան արքեպիսկոպոսը սիրահետում է ճեմարանի ուսանող պատանի տղաներին։ Այս հարցի շուրջ կարգապահական վարույթ մինչև հիմա չկա, բայց դրա փոխարեն հիմա էլ փորձում են իրենց պիղծ ձեռքերը երկարացնել դեպի Տեր Թադե, գրել է նա։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ելույթ ունենալով Ադրբեջանի ազգային գիտությունների ակադեմիայի հիմնադրման 80-ամյակի նվիրված նիստում հանդես է եկել հայտարարություններով, որոնք ուղղված են Հայաստանի տարածքային ամբողջականությանը։ Ալիևը պնդել է, թե վերջին տարիներին հայկական կողմը եւ Սփյուռքը խեղաթյուրել են Ադրբեջանի պատմությունը։ Նա կոչ է արել ադրբեջանցի գիտնականներին դեմ կանգնել այդ քարոզչությանը։ Նա նաեւ ասել է, որ չկա Սևանալիճ, կա Գյոյչա լիճ։ Ադրբեջանցիները երբևէ չեն տառապել սեպարատիզմի հիվանդությամբ եւ միշտ նպաստել են այն երկրների պետականության զարգացմանը, որտեղ ապրել են։ Հետևաբար ադրբեջանցիների վերադարձը իրենց պատմական հողեր ներկայիս Հայաստանի տարածք չպետք է վախեցնի հայ ժողովրդին։ Մենք պետք է այնտեղ վերադառնանք ոչ թե տանկերով, այլ մեքենաներով, հայտարարել է Ալիևը։ Նա նաև նշել է, որ պետք է ընդլայնել պատմական քարտեզների ուսումնասիրությունը, պնդելով, թե հին ռուսական կայսերական քարտեզների վրա ներկայիս Հայաստանի տարածքի տեղանունները ադրբեջանական ծագում ունեն։ Ալիևը հավելել է, որ այդ քարտեզների ուսումնասիրությունը պետք է դառնա պետական եւ գիտական կառույցների առաջնահերթ ուղղություն, քանի որ ըստ նրա դրանք ապացուցում են պատմական իրականությունը։ Ուկրաինական հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը եւ Ստամբուլում Ռուսաստանի եւ Ուկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները վերսկսելու Թուրքիայի նախաձեռնությունները կլինեն երկուշաբթի օրը նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահությամբ կայանալի կաբինետի նիստի թեմաներից մեկը։ ՌԻԱ Նովոստին հայտնել է Թուրքիա առաջնորդի վարչակազմի աղբյուրը։ Ավելի վաղ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հական Ֆիդանը հայտարարել էր, որ Անկարան պատրաստ է Ստամբուլում հյուրընկալել Մոսկվայի եւ Կիևի միջև բանակցությունների 4-րդ փուլը։ Ուկրաինայում հակամարտության կարգավորման հարցը մշտապես գտնվում է պարոն նախագահի ուշադրության կենտրոնում։ Այսօրվա կաբինետի նիստում կքննարկվեն ստեղծված իրավիճակը եւ Ստամբուլի բանակցությունները վերսկսելու նախաձեռնությունները, նշել է գործակալության աղբյուրը։ Ռուսաստանը եւ Ուկրաինան Ստամբուլում անցկացրեցին ուղիղ բանակցությունների 3 փուլ։ Դրանց արդյունքում տեղի ունեցավ գերիների փոխանակում։ Ավելին, Ռուսաստանը Կիևի ռեժիմին հանձնեց զոհված ուկրաինացի զինծառայողների մարմինները։ Կողմերը նաև փոխանակեցին հակամարտության կարգավորման վերաբերյալ հուշագրերի նախագծեր։
Իրանի իշխանությունները չգիտեն, թե 60%-ով հարստացված ուրանը որքան է դիմացել Իսրայելի եւ ԱՄՆ-ի կողմից երկրի միջուկային օբյեկտներին հունիսին հասցված հարվածներից հետո։ Ալ Ջազիրային ասել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։ Այն ուրանը այնտեղ է, որտեղ գտնվում էր հարձակումից առաջ, դրա մեծ մասը ավելի ճիշտ գրեթե ամբողջը փլատակներում է։ Մենք մտադիր չենք այն արդյունահանել, մինչև դրա համար պայմաններ չստեղծվեն։ Մենք նաեւ տեղեկություններ չունենք այն մասին, թե 400 կիլոգրամից որքանն է մնացել անվնաս եւ որքանը ոչնչացվել, ասել է Արաղչին։ Այսպիսով Իրանի արտաքին գործերի նախարարության ղեկավարը պատասխանել է մինչև 60% հարստացված 400 կիլոգրամ ուրանի ներկայիս գտնվելու վայրի մասին հարցին։ Այնուամենայնիվ ավելի վաղ կային հաղորդագրություններ, որ Իրանը հնարավոր է ԱՄՆ հարվածից մի քանի օր առաջ Ֆորդոյի օբյեկտից ուրանը տեղափոխել անվտանգ վայր։ Գերմանական ռազմածովային ուժերը փորձարկում են լազերային զենք, որը նախատեսված է անօդաչու թռչող սարքերին եւ հրթիռների ոչնչացման համար, հաղորդում է The National Interest ամսագիրը։ Գերմանական ռազմածովային ուժերը մոտ են գործող լազերային զենք ստանալուն ռազմանավի վրա 1 տարի փորձարկումներից հետո։ Rheinmetall-ը եւ MBDA-ն համագործակցում են գերմանական ռազմածովային ուժերի հետ անօդաչու թռչող սարքերի եւ առաջադեմ հրթիռների սպառնալիքներին հակազդելու ունակ լազերային զենք մշակելու ուղղությամբ, հաղորդում է հրատարակությունը։ Նոր զենքը փորձարկվում է Սախսեն ֆրեգատի վրա։ Զինվորականները արդեն իսկ անցկացրել են ավելի քան 100 մարտական կրակի փորձարկում։ Փորձարկումների ընթացքում լազերային զենքը խոցել է իր թիրախը առանց տեղանքի վրա հույսը դնելու լազերային ճառագայթը խոչընդոտելու համար։ Rheinmetall-ը փորձարկումը նկարագրել է որպես կապույտ երկնքի մարդ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ ուկրաինական հակամարտությունը կարող է շուտով լուծվել։ Այս մասին նա հայտարարել է CBC News-ին տված հարցազրույցում, որը հեռարձակվել է նոյեմբերի 2-ին։ Այո, կարծում եմ մենք դրան կհասնենք, ասել է նա՝ ի պատասխան հարցին, թե արդյոք կարծում է, որ հակամարտությունը կարող է լուծվել մի քանի ամսվա ընթացքում։ Այս առումով Թրամփը վստահություն է հայտնել, որ Ռուսաստանի ղեկավարությունը ցանկանում է գործարար հարաբերություններ ունենալ Միացյալ Նահանգների հետ։ Ամերիկյան վարչակազմի ղեկավարը նաև փաստացի խոստովանել է, որ Միացյալ Նահանգները եւ Արևմուտքն ընդհանուր առմամբ թերագնահատել են Ռուսաստանի առաջատարությունը ուկրաինական ճգնաժամի համատեքստում։ Մենք այս մոլորակի վրա ունեցել ենք 9 պատերազմ։ Ես դրանցից 8-ին վերջ եմ դրել։ Մնացել է միայն մեկը՝ Ռուսաստան-Ուկրաինա, ասել է Թրամփը։ ԱՄՆ-ն եւ Չինաստանը կհաստատեն ուղիղ կապի ուղիներ զինված հակամարտության հնարավոր ռիսկերը վերացնելու համար, հաղորդում է Պոլիտիկոն հղումանելով ԱՄՆ պատերազմի նախարար Փիթ Հեքսեթի հայտարարությանը։ Ծովակալ Դոնգցյունի հետ համաձայնության եկանք, որ պետք է հաստատենք ռազմական համագործակցության ուղիներ հակամարտությունների վերացման եւ ցանկացած հնարավոր խնդրի դեէսկալացիայի համար, ասել է Պենտագոնի ղեկավարը։ Հեքսեթը պարզաբանել է, որ այդ ուղիների ստեղծման մանրամասները քննարկելու համար շուտով տեղի կունենան բանակցություններ։ ԱՄՆ նախապատրաստում է Վենեսուելայում հնարավոր ռազմական գործողությունների համար տարածք, հայտնում է Reuters-ը, հղումանելով իր կողմից վերլուծված արբանյակային լուսանկարներին։ Շինարարական աշխատանքները սկսվել են սեպտեմբերի 7-ին Պուերտո Ռիկոյի ԱՄՆ ռազմածովային բազայում Ռուզվելտ Ռոուդսում, որը լքվել էր ավելի քան 20 տարի առաջ։ Այնտեղ նրանք սկսել են մաքրել եւ փոխարինել թռիչքուղու տանող տաքսուղիների ճանապարհի ծածկույթը։ Բացի այդ, Միացյալ Նահանգները ընդլայնում է քաղաքացիական օդանավակայան ենթակառուցվածքները Պուերտո Ռիկոյում եւ Սենտ Կրուայում, որոնք ԱՄՆ Վիրջինյան կղզիների մաս են կազմում։ Այս տարածքները գտնվում են Վենեսուելայից մոտավորապես 500 մղոն, մոտավորապես 800 կիլոմետր հեռավորության վրա։ Վաշինգտոնը Կարակասին մեղադրում է թմրանյութերի մաքսանենգության դեմ պայքարում բավականաչափ նախաձեռնողական չլինելու մեջ։ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են Գազայի հատվածում տիրող իրավիճակը եւ հայտարարել, որ Պաղեստինյան համաշարժումը պետք է հանձնի վերջին պատանդների մասունքները։ Այս մասին լրագրողներին տեղեկացրել է Գերմանիայի նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Կորնելիուսը։ Մերցը եւ Նեթանյահուն քննարկեցին Գազայի հատվածում հրադադարի հետագա կայունացման ուղիները։ Կողմերը համաձայնության եկան, որ մարդասիրական օգնությունը պետք է անվտանգ եւ բավարար քանակությամբ հասցվի Գազայի բնակիչներին։ Համասը պետք է անհապաղ հանձնի վերջին պատանդների մասունքները, ընդգծել է Կորնելիուսը։ Հոկտեմբերի 9-ին Իսրայելը եւ Համասը Եգիպտոսի, Քաթարի, ԱՄՆ-ի եւ Թուրքիայի միջնորդությամբ համաձայնեցին իրականացնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ներկայացված խաղաղության ծրագրի առաջին փուլը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդել է, որ Իրանն այս պահին միջուկային ներուժ չունի, ոչ նրանք միջուկային հնարավորություններ չունեն, ասել է ամերիկացի առաջնորդը CBS News-ին տված հարցազրույցում։ Ավելի վաղ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել էր, որ Իսլամական Հանրապետության ղեկավարությունը մտադիր է շարունակել ուրանի հարստացումը խաղաղ նպատակներով եւ բացառում է իր հրթիռային ծրագրի ապագայի քննարկման հնարավորությունը։ Հունիսի 13-ի գիշերը Իսրայելը ռազմական գործողություն սկսեց Իրանի դեմ։ 24 ժամից էլ քիչ ժամանակ անց Իսլամական Հանրապետությունը ձեռնարկեց պատասխան հարձակում։ ԱՄՆ-ն հակամարտության մեջ մտավ դրա սրումից 9 օր անց հարվածելով Ֆորդոյում, Նաթանզում եւ Սպահանում գտնվող իրանական միջուկային օբյեկտներին։ Չեխական բանակը, որը ձևավորվում է պրոֆեսիոնալ հիմունքներով, նախատեսում է մինչև 2026 թվականը զորակոչել 2250 պայմանագրային զինծառայողի, հայտնում է իր Օշլաս լրատվական պորտալը։ Ազգային զինված ուժերում անձնակազմի թվականակի ավելացման անհրաժեշտությունը ըստ պորտալի կապված է 2022 թվականին փետրվարի 24-ից հետո եվրոպական անվտանգությանը սպառնացող սպառնալիքների հետ։ 2025 թվականի սկզբին զինված ուժերում ծառայում էր մոտ 24500 զինծառայող, եւս 3500-ը չեխական բանակի կառուցվածքային ստորաբաժանումներում։ Հաշվետվության համաձայն իդեալական դեպքում զինծառայողների ընդհանուր թիվը կհասներ 37500-ի։ Չեխական լրատվամիջոցների տվյալներով չեխական բանակի անձնակազմի 2026 թվականի նախատեսված աճը կլինի ժամանակակից պատմության ամենանշանակալիներից մեկը։ Երեք հայտաբերվել է 3-ամյա Տիգրանի Մարմինը Դաշտամիջյան հատվածում, ունենք նախնական տվյալներով սպանություն։ Երեխայի հայրը խեղդամահ անելու ճանապարհով սպանել է փոքրիկին։ Այս մասին լրագրողները զրույցում հայտնեց ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։ Այս վարկածի թիվս այլնի առաջին իսկ օրվանից եղել է մեր ուսումնասիրությունների շրջանակում։ Գիշեք, որ եղբայրը, որն ունի որոշակի առողջական խնդիրներ, պարբերաբար ռեակցիաներ էր տալիս, ներգրավել էինք նաև համապատասխան մասնագետ, որպեսզի հոգեկան առողջական վիճակի վրա լրացուցիչ ստանդարտաբեռնվածություն որպես այդպիսին չառաջանա եւ մենք կարողանանք պատշաճ կերպով ստանալ տեղեկություն փոքրիկից, եթե նրան որևէ բան հայտնի է։ Նախնական տվյալներով երկու եղբայրները դուրս են եկել տանից, հետո հորն են հանդիպել եւ հայրը խեղդելու ճանապարհով սպանել է փոքրիկին։ Երեխայի հայրը նշել է, որ ներընտանեկան որոշակի հարցադրման շրջանակներում է վրա հասել դեպքը, մանրամասել է ներքին գործերի նախարարը։ Սարգսյանը նաեւ հստակեցրել է, որ հայրը երեխայի մարմնի տեղափոխություն է իրականացրել։ Հիշեցնենք, որ նոյեմբերի 2-ին ժամը 15:00-ի սահմաններում Ծափաթաղ բնակավայրի հարակից Դաշտամիջյան հատվածում փրկարարները հայտաբերել են հոկտեմբերի 27-ից որոնվող ՏՕ-ի ծնված 2022 թվականին դին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի քննարկում Ուկրաինային Թոմահոկ թևավոր հրթիռներ մատակարարելու հարցը։ Նրան հարցրել են, արդյոք իր վարչակազմը կփոխանցի այդ հրթիռները Կիևին։ Ոչ, պատասխանել է ԱՄՆ նախագահը։ Այնուհետև լրագրողները հարցրել են, արդյոք նա քննարկում է նման քայլ։ Ոչ, իրականում ոչ, պատասխանել է Թրամփը։ Այնուհետև ամերիկյան նախագահը հավելել է, որ այս դիրքորոշումը կարող է փոխվել։ Աֆղանստանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 7-ի, եւս 150 մարդ վիրավորվել է, հաղորդել է Reuters-ը, հղում անելով տեղական իշխանություններին։ Ավելի վաղ Բալխ նահանգի նահանգապետ Հաջի Զայեդի մամուլի խոսնակը հայտնել էր առնվազն 4 մարդու մահվան մասին։ Երկրաշարժի հետևանքով զոհվել է 7 մարդ, վիրավորվել 150-ը, հայտնել է գործակալությունը։ Ավելի վաղ Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը հայտնել էր, որ Աֆղանստանի կենտրոնում տեղի է ունեցել 6.3 մագնիտուդով երկրաշարժ։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն կհամաձայնի ճանաչել Պաղեստինի պետությունը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Այո, նա պատերազմական ժամանակների վարչապետ է։ Ես շատ լավ եմ աշխատել նրա հետ։ Ես ստիպված էի նրան մի փոքր ուղղորդել այս կամ այն ուղղությամբ։ Կարծում եմ, ես հիանալի աշխատանք կատարեցի։ Նա շատ տաղանդավոր մարդ է, ասել է Թրամփը պատասխանելով այն հարցին, արդյոք կարող է Նեթանյահուին դրդել ճանաչել Պաղեստինի պետությունը։ Սերբիայի ոստիկանությունը Բելգրադում ազգային ժողովի մոտ տեղի ունեցած անկարգությունների կապակցությամբ ձերբակալել է 37 կասկածյալի։ Այս մասին հայտնել է ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։ Ներքին գործերի նախարարության աշխատակիցները բացահայտել եւ ձերբակալել են 37 անձի, որոնք մասնակցել են ազգային ժողովի դիմաց նախորդ գիշերը չհամակարգված բողոքի ակցիայի ժամանակ հասարակական կարգոկանոնի խախտմանը, ասվում է հայտարարության մեջ։ Նշվում է, որ անվտանգության ուժերը
ուժերը ինտենսիվ աշխատանքներ են տանում անկարգություններին մասնակցող բոլոր անձանց ինքնությունը պարզելու և կալանավորելու ուղղությամբ։ Եվրամիության 3 երկրներ մերժել են եվրոպական երկրների մեծամասնության դիրքորոշումը, որը կոչ է անում սառեցված ռուսական միջոցներն օգտագործել Ուկրաինային աջակցելու համար։ Հայտնում է իտալական Corriere della Sera թերթը։ Իտալիան և Ֆրանսիան չեն աջակցում սառեցված ռուսական միջոցների Ուկրաինային փոխանցմանը։ Երկու երկրների կառավարություններն էլ հավանաբար մտահոգված են իրենց ֆինանսական պարտավորություններով, եթե միջազգային դատարանը Մոսկվայի հնարավոր պահանջները օրինական ճանաչի։ Բելգիան դեմ է դրան նույն պատճառով հաշվի առնելով, որ սառեցված ակտիվների մեծ մասն այժմ գտնվում է Բրյուսելի Euroclear հարթակում, ասվում է հոդվածում։ Վոլոդիմիր Զելենսկիի վերազինման հարցերով հատուկ խորհրդական Ալեքսանդր Կամիշինին հղում անելով հոդվածում նշվում է, որ Ուկրաինայի պաշտպանական արդյունաբերությունն այժմ գործում է իր ներուժի միայն 1/3-ով միջոցների պակասի պատճառով։ Քննչական մարմինը միջնորդություն է ներկայացրել Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանին դատավոր Արտակ Բաբախանյանի նախագահությամբ։ Ամենայն Հայոց կաթողիկոս Գալեգին Բ-ի եղբորը 68-ամյա Գևորգ Ներսիսյանին և որդուն Համբարձում Ներսիսյանին կալանավորելու համար։ Այս մասին հայտնել է փաստաբան Արա Զոհրաբյանը։ Քննչական կոմիտեի փոխանցմամբ քրեական վարույթի նախաքննության ընթացքում նրանց նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում քրեական օրենսգրքի 211-րդ հոդվածի, այն է քարոզչություն կատարելուն կամ քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելը կամ քարոզչություն կատարելուն այլ կերպ խոչընդոտելը։ Փաստաբան Արա Զոհրաբյանը հայտնել է, որ Գևորգ Ներսիսյանը և Համբարձում Ներսիսյանը ցուցմունքներ են տվել, ներկայացվել է տեսագրությունը քննիչին։ Հոկտեմբերի 27-ին կորելուց և օրեր շարունական դադար որոնումներից հետո 3 նոյեմբերի 2-ին Գեղարքունիքի մարզի Ծափաթաղի բնակիչ 3-ամյա Տիգրանին գտել են մահացած։ Երեխայի մարմինը հայտնաբերել են Ծափաթաղ գյուղին հարակից Ջիլ գյուղի ցուցանակից մոտ 60 մետր հեռավորության վրա դաշտամիջյան հատվածում։ Որոնումներին մասնակցում էին բազմաթիվ ոստիկանական փրկարարական ծառայողներ, կամավորներ, սակայն երեխային գտնել չէր հաջողվում։ Սվետլանա Լևոչկինանով մասնակցել է երեխայի որոնողական աշխատանքներին որպես կամավոր, հայտնել է, որ այն վայրում, որտեղ գտել են երեխայի դին, իրենք բազմիցս նայել են, ոչ մի հետք այնտեղ չի եղել։ Ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ Արցախից տեղահանվածներին Հայաստանի Հանրապետության քաղաքացիության համար, ներկայացրել են Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից։ Ղարաբաղից տեղահանված անձինք Հայաստանի Հանրապետության քաղաքացիության ստացման դիմումներ կարող են ներկայացնել երկուշաբթիից ուրբաթ Երևանում Զաքյան 3 հասցեում գործով ՄՔԾ ստորաբաժանումում, մարզերում բոլոր ստորաբաժանումներում, Ներքին գործերի նախարարության սպասարկման գրասենյակներում, շրջիկ ձևաչափով ծառայության գլխամասային գրասենյակում։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը. Դիմում հարցաթերթիկ 070 ծածկագրով վավեր անձնագիրը և ժամանակավոր պաշտպանության վկայականը, 35-45 մմ չափի 6 լուսանկար գունավոր, ծննդյան վկայականը և դրա պատճենը, ամուսնության կամ ամուսնալուծության վկայականը, դրա պատճենը և ամուսնու անձնագրի պատճենը, եթե փոխել է ազգանունը ամուսնության հիմքով, անձնական տվյալներում փոփոխություն կատարելու վերաբերյալ փաստաթուղթ, եթե անձը կատարել է նման փոփոխություն, պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ։ Մինչև 18 տարեկան անչափահասներին Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը շնորհվում է պարզ անձնագրավորման կարգով 5 աշխատանքային օրվա ընթացքում։ Եղանակը առաջիկա օրերին։ Հանրապետության տարածքում նոյեմբերի 4-ից 8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին հյուսիս-արևմտյան է 2-ից 5 մետր վարկյան։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Երևանում նոյեմբերի 4-ից 8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։